Այս տարվա փետրվարի 27-ին դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել իրեն մեղսագրվող արարքի կատարման ապացուցված չլինելու հիմքով։ Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բացակայելու արգելքը վերացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կողմից ներկայացված գույքային հայցը մերժել։ Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1 ընկաժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը ըստ մեղադրանքի ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ու պաշտպանության ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին։ Այն է 2.790.000 դրամ չի մուտքագրել համայնքի բյուջե, սակայն այս մեղքը չի ապացուցվել դատարանում։ Ժողովուրդ օրաթերթը հայտնում է, որ փաստացի ընդդիմադիր գործիչների ընտանիքների նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակներում իրականացված հետապնդումները անարդյունավետ ծախս են դարձել բյուջեի վրա։ Քննիչը դատախազը տարիներ շարունակ քննել են գործը անիմաստ։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության գինը վճարում են հպարտ հարկատուները։ Հասմիկ Անտոնյան, Գևորգ Մարտիրոսյան, Եվրոմեդիա 24։